Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Եթե չես զգար հողդ, ուրեմն գործընթացած ես բնիկ ըլլալու էությունըտ։ Արմենակ Աբրահամյան, Արևմտյան Հայաստանի Երևանյան առաքելության մեջ քննարկվեցավ Արցախեն դեղահանվածներու համախմբման հարցը։ Հայերու Արցախ անվտանգ եւ արժանապատիվ գերբով վերադառնալու իրավունքը անդեսված է։ Արցախը հավիտյան մնաց սրտիս մեջ։ Երևանի մեջ կայացած է Յուրի Գոդենոկի գիրքի շնորհանդեսը։ Հայացք Երևանեն, Մինսկի խումբը Բաքվի հանցագործություններու լուր պահպանը։ Արդաբաս երկրորդ ֆիլմը մեծ արձագանք ստացած է։ Բերլինի մեջ բացվեցավ Դերսիմի ցեղասպանության զոհերը հիշեցնող առաջին հուշարձանը։ Սևակ եւ Ղարաբեդ բալկչիներու հիշադակը նշվեցավ Շիշլիի հայկական գերեզմանատան մեջ։ Հարգելի հայրենագիտներ, մենք բնիկ ենք, իսկ ինչ ունի բնիկը, որ չունին ուրիշները։ Բնիկը գաբ ունի իր հողին, իր փնորանին եւ իր բնության հետ։ Ան գաբրի այն հողի սկացումով ուր ծնած եւ ցեվավորված է։ Ան գխոսի բնության հետ, գլսե ու գհասկնա զայն։ Եթե դուք որպես հայեր չեք զգար այդ կապը ձեր բնության, ձեր հայրենիքի, ձեր հողի հետ, եթե չեք հարգեր ձեր փնորանը, ապա դուք կմերժեք ձեր իսկ բնիկ ըլլալու էությունը։ Անոնք, որոնք կսեն թե Արևմտյան Հայաստանը գոյություն չունի, որ ան չգա քարտեզի վրա, անոնք կապ չունին հողի, պատմության եւ հիշողության հետ։ Բայց մենք հայերս ունենք այդ կապը։ Մենք կսկանք մեր հողը, մեր ցակումը մեզի հետ է։ Այդ հողը գխոսի մեզի հետ, կաբրի մեզի հետ եւ երբեք չի լրեր։ Հայ ազգը չի սահմանափակվիր միայն Արևելյան Հայաստանով։ Մեր ազգը միայն Արցախը չէ, մենք շատ ենք։ Սուրյո մեջ միլիոններ, Իրաքի մեջ միլիոններ, Արևմտյան Հայաստան դասնյակ միլիոն։ Մենք պետք է փոխենք մեր ռազմավարությունը հաշվի առնելով այս լայն ընդգրկումը։ Մեր պետականության աբական պետք է կառուցենք հիմնվելով մեր իրական թիվին, դարածվածության եւ ներուժին վրա։ Գեցե Արևմտյան Հայաստանը, գեցե բնիկ հայ ժողովուրդը։ Արմենակ Աբրահամյան։ Մայիս 3-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետության Երևանի առաքելության մեջ տեղի ունեցավ խորհրդակցական հանդիպում, որում մասնակցեցան Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը, ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանը, Արցախի հարցերով հանձնաժողովի ղեկավար Աշոտ Հարությունյանը, ինչպես նաև Արցախեն դեղահանված քաղաքացիական ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել հայրենազրկված արցախցիներու համախմբման, համայնքային կառույցներու ձևավորման անհրաժեշտությունը։ Քննարկումներու արդյունքին կողմերը համաձայնության հասան ձևավորելու համայնքներ հստակ ղեկավարությամբ, նպատակ ունենալով համախմբել արցախցիները եւ ապահովել անոնց մասնակցությունը Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետական եւ հասարակական գործընթացներուն։ Հանդիպման մասնակիցները շեշտեցին նման ձևաչափով շարունակական խորհրդակցություններու կարևորությունը, ընդգծելով համատեղ գործունեության եւ ազգային միասնության վերականգնումի անհրաժեշտությունը։ Բաքվի մեջ շարունակված է անպատժելիությունը վիճելի Արցախի շուրջ հագամարտության ընթացքին կատարված խախտումներուն համար։ Ավելի վաղ Եվրոպայի խորհրդանական վեհաժողովը գրգին մտահոգություն հայտնաձեր Բաքվի գոմե Պերցորի միջանցքով Արևելյան Հայաստանեն Արցախ մուտքի սահմանափակման հետ կապված մարդասիրական եւ մարդու իրավունքներու լուրջ հետևանքները չճանչնալու կապակցությամբ։ Նշված է զեկույցին մեջ։ Եվրոպայի խորհրդանական վեհաժողովը գրգին դատապարտած է 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի գոմե իրականացված ռազմական գործողությունը, որուն հետևանքով Արցախի ամբողջ հայ բնակչությունը ավելի քան 100,000 մարդ դեղահանված է դեպի Արևելյան Հայաստան։ Նշված է, թե անոնց անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը անդեսված է։ Երևանի ռուսական տան մեջ տեղի ունեցավ ռուս լրագրող եւ ռազմական թղթակից Յուրի Գոդենոկի վերաբրողը հadoop գործողություններու դարեկրությունը Պամուդեն մինչև Բախմուտ գիրքի շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքին Գոդենոկը պատմեց, թե ինչպես փոխվեցավ իր կյանքը Շուշիի Սուրբ Ամենապրկիչ եկեղեցվո դեմ ուղված ԱԴՍ-ի հարձակման պատճառով, երբ ան ծանր վիրավորվեցավ։ Վերականգնման ընթացքին անոր հիվանդանոցային սենյակ այցելած էր հայուհիմը Ալիսան, ով նվիրեց հայկական կոնյակ, որում վրա գրված էր Շուշիի մեջ վերաբրածին։ Այդ հանդիպումը փոխեց իրենց կյանքը։ Այսօր անոնք ունին 2 զավակ։ Յուրի Գոդենոկ կհավատա, որ անհրաժեշտ է պայքարել դաջարներու եւ գերեզմաններու պահպանման համար։ Ան կնշե, թե բարդությունը ցախողած սերունդի ողբերգություն է։ Ան վստահություն կհայտնի հայ ժողովրդի վերածնունդին եւ գոչ կուղե ցերպազատվելու բարդվածի բարդույթեն։
Մանուել Սարգսյան գկրե 1992 թվականին Ադրբեջանը ընդունեց Արցախի ղարքավիճակի հարցի գոյությունը, ջանչնալով որ չունի իրավասություն տարածքի նկատմամբ։ Ան հանցը նարավ խաղաղ լուծում, սակայն խախտեց այդ պարտավորությունը, սկսելով ռազմական գործողություններ Արցախի դեմ։ Արցախի ժողովուրդը ինքնապաշտպանվելով հիմնեց Արցախի հանրապետությունը։ Միջազգային փաստաթուղթեր երբեք չեն ջանցած Հայաստանը որպես բռնակրավող եւ արձանագրած են, որ Արցախը ինքն է կազմած իր պաշտպանական ուժերը։ Ադրբեջանը հետագային գրգին թիմեց ուժի, կատարեց էթնիկ զդումներ ու մարդասիրական ճգնաժամի պատճառ դարձավ։ Հրապարակը գկրե վերջերս Հայաստանի շարժանագարասրահներուն մեջ ցուցադրված Արդավաս II Հռոմի եւ Բարտեվստանի միջև վավերագրական ֆիլմը մեծ արձագանք ունեցած է հասարակության շրջանակներուն մեջ։ Ռուսաստանապնակ մեր հայրենագիցներու դրամահավաքով նկարահանված այս ֆիլմին հանդեպ հետաքրքրությունը փաստած է, որ հասարակության մեջ մեծ պահանջարկ կա հայկական պատմական ժառանգությունը պահպանելու, ազգային հաղթանակները հիշելու եւ երբեմնի հայկական pedagoganության հզորությունը վերահանելու վերաբերյալ։ Ֆիլմի արտադրական խմբագեն մեզ դեղեկացուցին, որ մոդիկ ապակային նախադեсված է ավելի մեծածավալ եւ բարձրորակ նոր ֆիլմի նկարահանում նվիրված Տիգրան Մեծի փառավոր տարաշրջանին։ 2025 թվականի մայիս 4-ին Բերլինի մեջ տեղի ունեցավ կարևոր եւ հուզիչ միջոցառումը Դերդելե Դերսիմ 38 հուշարձանի բացման արարողությունը։ Այս հուշարձանը, որ կհանդիսանա Դերսիմի ցեղասպանության զոհերու հիշողության տեղ Բերլինի մեջ, առաջինն է աշխարհի մեջ, որ պաշտոնապես ընդունված է որպես նվիրված Դերսիմի ցեղասպանության զոհերուն։ Հուշարձանը պատրաստված է Դերսիմի հոզատ քաղաքեն բերված քարով, պատկերելով ջեղկված քարի մցև, խորքով եւ լուր բողոքի գոչով։ Ան նման է սրբազան մայրերու լրության, որոնք կբահեն իրենց ցավը, բայց երբեք չեն մոռնար։ Հուշարձանի բացման նախորդած են մոտավորապես 10 տարի դեված ջանքեր եւ բյուրոկրատական խոչընդոտներու հանդեպ դիմադրություն։ Վերջապես 2024 թվականին Բերլինի նահանգային խորհուրդը հաստատած է անոր դեղադրումը եւ բացումը։ Այս հուշարձանը մեզի կհիշեցնե, որ միայն հիշելը եւ չմոռնալը բավարար չեն կանխելու նոր ցեղասպանություններ եւ բռնություններ։ Թող ան դառնա խղճի եւ մարդկայնության նոր փորձակարմը։ Ապրիլ 27-ին Շիշլիի հայկական գերեզմանատան մեջ տեղի ունեցավ Սևակ Բալկչի եւ անոր հոր Ղարաբեդ Բալկչիի հիշադակին նվիրված արարողությունը։ Սևակ Բալկչին զոհված էր 2011 թվականի ապրիլ 24-ին Բարդաթիր զինվորական ծառայության ընթացքին։ 2 տարի առաջ նույն օրը 2022 թվականի ապրիլ 24-ին կյանքեն հեռացած էր նաեւ անոր հայրը Ղարաբեդ Բալկչին։ Հոգևոր հայր Շիրվան Մյուրջան գարտած շարականներ, ապա ներկայացվեցավ հայտարարությունը ուր գսվեր։ Սևակ Բալկչին սպանվեցավ 2011 ապրիլ 24-ին հայրու ցեղասպանության հիշադակի օրը։ 2 տարի առաջ նույն օրը գործընծուցինք նաև անոր հայրը։ Մենք հոս ենք ոչ միայն հիշելու, մենք հոս ենք արդարություն պահանջելու։ Այս պայքարը այնպես պիտի շարունակվի, որ այլևս սևակներ չլան։ Սևակի անունը այսօր կապված է բանակին մեջ կասկածելի մահերու դեմ մղվող պայքարին հետ։ Այս պայքարը փրկած է բազմաթիվ կյանքեր։ Սևակն ու Ղարաբեդը թողեցին պայքարի ժառանգությունը, որ չի մոռցվիր։ Սևակ Բալկչին սպանված էր ծառայության ընթացքին, զորացրում են ընդամենը 20 օր առաջ։ Սևակի մահվան գործով զինվոր Գվանջ Աղա Օղլուն դատապարտված էր 16 տարի եւ 8 ամիս ազատազրկման հնարավոր թիթմամբ սպանություն մեղադրանքով։ Սիրելի հայրենագիցներ, այսօրվան համար այսքան էինք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։